Այսօր ուզում եմ կիսվել ձեր հետ Նոյի մասին։ Նախածնողն է, որտեվ մարդկության բնորանը կարծես լինի Հայաստանը։ Մի ազգ կա, որին այդքան հարազատ է Արարատը ու Նոյը։ Էլ չկա տենց ազգ։ Էլ տենց ազգ աշխարհի վրա չկա։ Մի հատ ազգ կա, դա մենք ենք։ Աստված ասում է, որ տեսա մարդը սենց է, եւ հետո զղջաց ասաց վերացնեմ, որտեվ լավ բան չի ինքը անում, բայց ասում է աշխարհում մարդկանց մեջ մի մարդ կար, ինքը շիտակ սիրտ ուներ, Աստծո հետ ուղիղ էր վարվել, եւ ասում է սրա պատճառով չավարտեց ու վերացրեց։ Նոյը, որ այդքան շիտակ մարդ էր, Աստծո հետ էլ վարվող, էլ չնայած այդ ժամանակվա ընդունված բարքերին, ով ինչ կասի, ծաղրականա թե ծաղրական չի, իր ունեցվածքը ներդրեց եւ նյութեր առավ եւ սարքեց տապանը։ Ավելին ասեմ, այդ ամբողջ ընթացքում ծաղրում էին, քան ունեցվածք ունես, այս ինչ է սարքում։ Այդ ամբողը տեսնում էր մեկ էլ կենթանիները զույգ, առնուսն ու գառը իրար հետ գալիս են, այսինքն տեսնում են, որ Աստված գործ անում, այս սրանց վարքը չի, ամեն ինչ գերբնական, բայց ոչ մի մարդ չմտավ։ Ուրեմն հենց որ բոլոր այդ ամենը կատարվեց, մեկ էլ արդեն ընտանիքը ներսում է, կենթանիները ներսում են, մեկ դուռը փակվեց։ Դուռը Աստված է փակել, հրեշտակներն են փակել, Նոյը չի փակել, Նոյը չի որոշում։ Փրկության տապանը հետագայում Աստծո խոսքը ասում է, որ Տեր Հիսուսը հենց այդ փրկության տապանն է։ Հիմա մենք զուգահեռներ անցկացնենք։ Պողոս Արաքյալն ասում է, մեր ասած լուրին ով հավատաց։ Դա օրինակ դուք նկատել եք, որ մենք գենետիկ կասկածամիտ ենք։ Ուրեմն կասկածը եթե չգա, մարդը կբժշկվի։ Որտեղ Տեր ասել է, հավատա ես կանեմ։ Մեր գործը հավատալն է, մեր գործը ոնց կարանչի։ Ասում է, եթե դու մի բան խնդրեցիր եւ կասկածեցիր, ել չի լինի դա։ Տեր Հիսուս ասում է, եթե դու հավատաս, ես ներս կմտնեմ քո իրականության մեջ։ Այսինքն հավատքը մի կամուրջ է, որով Տերը ներս է գալի, իրավունք է ստանում մեր իրականության մեջ գալու։ Ահա ես կանգնած եմ եւ թակում եմ քո սրտի դուռը։ Եթե դու լսես, բացես, ես ներս կմտնեմ։ Հիվանդը ունի բժշկի կարիք։ Տենց էլ ասում եմ, նա որ գիտի, որ ինքը մեղավոր է, ես որպես փրկիչ կարամ հայտնվեմ։ Եթե մեկը գիտի ինքը արդար է, իմ կարիքը չունի։ Ահա թե մեր համար ինչ տապան տրվեց։ Հավատաս, զղջաս եւ մտնես տապանը։ Պայմանը է դա։ Ես ձեզ պատմեցի փրկության լուրը։ Երբ որ դու ընդունես Տեր Հիսուսին, բայց մենակ թե իրական ընդունես, դու դառնում ես արդեն Աստծո որդի։ Եթե այս տեսանյութը խոսեց քո սրտի հետ, մի մոռացիր բաժանորդագրվել եւ շարունակել լսել ավելի շատ նման նյութեր։ Աստված օրհնի քեզ։